Սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի Հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմ օծությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, քո Սուրբ Հոգու կրակը թող իջնի ու ամեն իրավիճակ բորբոքվի քո Սուրբ Հոգու ներկայության մեջ, քո կրակը Սուրբ Հոգու ուժեղացրա ամեն իրավիճակի վրա, թող մոխրանան սատանայական ու դիվային ամեն մի գործունեություն, թող բացահայտվեն սատանայի ստերը ու մոխրանան Սուրբ Հոգու կրակի մեջ, քո Սուրբ Հոգու կրակը արձակիր երկրի վրա, քո կրակը, արթնության կրակը, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում, քո խոսքը դիր իմ շուրթերին, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում, այն ամենը, ինչ որ պատրաստել ես այս ժամանակի համար, որ կատարում ես երկրի վրա քո ծառաների միջոցով, քո մարգարեների միջոցով, արձակիր երկրի վրա, որ մարդիկ տեղեկացված լինեն այն շարժի մասին, որ դու անում ես այս ժամանակներում, որ հանկարծակի չգան, շփոթության մեջ չհայտնվեն ու հասկանան այն ճանապարհը, որով դու առաջնորդում ես։ Ամեն սուտ մարգարեություններ, ամեն ունայն խոսքեր, ամեն մարդկային գաղափարախոսություն, ամեն դիվային ուսմունք, որ մինչև հիմա արձակված է եղել մարդկանց մոլորեցնելու համար, Աստծու անունից խոսել են, բայց Աստված դու չես խոսել։ Այդ բոլոր սուտ արձակված խոսքերը, այդ դիվային խոսքերը թող բացահայտվեն ու ոչնչանան Հիսուսի զորավոր անունով։ Թող գա լույսը խավարի վրա ու թող խավարը նահանջի, թող գա պարզությունը, թող գա հասկացողությունը, թող փշրվի ամեն մոլորությունը, ամեն կենտրոններից, որ մտածված ձևով արձակված են եղել խոսքեր մարդկանց շփոթեցնելու, մոլորեցնելու համար, իրանց շահերի համար, թող այդ բոլորը բացահայտվեն ու խայտառակ ձևով այդ մարդիկ ու այդ կենտրոնները դուրս շպրտվեն ու բոլորի աչքին տեսանելի դառնան ու հասկանալի դառնան, որ իրանք սատանայի կողմից ուղղորդված են եղել։ Հայր, քո կատարյալ կամքի իրականացումը այս ժամանակի վրա ամբողջ աշխարհով մեկ, ամեն երկրի վրա քո վերահսկողությունը, քո Սուրբ Հոգու կրակը բորբոքիր ու ուժեղացրու, որ մոխրանա ամեն բան, ինչը որ քեզանից չի, թող քո փառքը հայտնապես երևա ամբողջ երկրագնդի վրա, քո զորավոր մեծ արթնությունը, որ դու այս ժամանակի համար անում ես, մարդկանց սրտերը դարձնելով դեպի քեզ, թող այս իրավիճակները պատճառ հանդիսանան, եթե նույնիսկ մարդիկ ցանկություն չունեին քեզ լսելու, քեզ ճանաչելու, իրավիճակները թող դառնան պատճառը, որ իրանք փտրեն քո երեսը, որպեսզի հասկանան քո կամքը ու իմանան ոնց իրանց պահեն, ինչ դիրք բռնեն, ոնց լինեն պաշտպանված։ Ես խնդրում եմ, որ դու բերես հասկացողություն բոլորի կյանքում, ովքեր որ այս իրավիճակների մեջ ուզում են հասկանան, որն է քո կամքը, որպեսզի լինեն քո կամքի մեջ, ապահովության մեջ։ Ես օրհնում եմ կամքիդ իրականացումը։ Հիսուս, ես կանչում եմ քո արյունը բոլորի վրա։ Խնդրում եմ, քո արյունով լվացես, մաքրես, սրբես ու արդարացնես բոլորին։ Քո արյան այն զոհը, որ դու արել ես, քո արյունը թափելով մարդկության համար, թող մարդկանց կյանքերում բերի այն հաղթանակը, ինչի համար որ քո զոհը մատուցվել է։ Վերցրա մարդկությանը քո պաշտպանության տակ, որ սատանային որևէ բան չհաջողվի։ Ինքը, որ եկել էր մարդկությանը կործանելու, թող այս իրավիճակը պատճառ հանդիսանա, որ մարդիկ իրավիճակի վտանգի առաջ կանգնելով, հասկանալով, որ մահաբեր վտանգը իրենց սպառնում, սկսեն աղաղակել քեզ Հիսուս ու դառնաս ազգերի փրկիչը, ոնց կաս։ Թող աղաղակը բարձրանա բոլոր երկրներից, այդ թվում նաև այն երկրերում, որտեղ երբևէ քո անունը չեն լսել ու չեն ընդունել, որ դու Աստված ես։ Բոլոր մուսուլմանական երկրերում, բուդդայական երկրերում, բոլոր այն երկրերում, որտեղ կռապաշտություն է տիրում ու սուտ աստվածություն է տիրում, այդ բոլոր երկրերի վրա թող գա քո անվան փառքը։ Իսկ բոլոր այն քրիստոնեական երկրերում, ովքեր որ գիտեն, որ դու ես տերերի Տերն ու արքաների արքան,
թող մարդիկ ուղղակի արթնանան խորը քնից, վերապրեն իրականում քո սերը, իրականում դու դառնաս իրանց տերն ու փրկիչը։ Օրհնում եմ կատարյալդ կամքի իրականացումը ամեն մեկի կյանքում ու քո գերբնական պաշտպանությունը լինի մարդկության վրա, քո ողորմությունը հավիտյան լինի, որ քո փրկության ավետարանը հասնի ամեն մեկի սրտին, որ ամեն մեկը աղաղակի, որ Հիսուս դու ես Տերը տերերի ու արքան արքաների, փառավորվիր ամեն իրավիճակի վրա հավիտյանս հավիտենից, ամեն։ Ամեն սիրելի հայ ժողովուրդ, թող Աստծո կամքը լինի ամեն իրավիճակի վրա, բայց մի բան կա սրտումս, որ ուզում եմ ամեն դեպքում ասեմ։ Ես այս վերջերս մի քիչ հաճախ եմ սկսել ասել Իրանում սպասվող ամերիկա-իրանական պատերազմի մասին։ Այս մասին ես սկսել եմ խոսել առաջին անգամ 17 թվականից, տարբեր երազներ տեսնելով իմ շրջապատի մարդկանց միշտ տեղեկացնում էի։ Մանավանդ ես ունեմ բարեկամ, որը պարսկահայ է, որը ունի տուն Պարսկաստանում, ես իրան անդադար ասում եմ, այդ քո տունը վաճառի, որովհետև գալու է օրը, ու Ամերիկան հրթիռակոծելու է Իրանը, ու շատ հնարավոր է քո տունը հենց այդ հրթիռակոծության հետևանքով դու կորցնես։ Ու եղել են էլի մարդիկ, որոնք ապրում են Պարսկաստանում, հայեր, որոնց էլի ասել եմ, որ իրանք այն հատվածում են գտնվում, որը վտանգված է, որ եթե իրանք ունեն տներ, թող շտապեն վաճառեն։ Նույնիսկ հնարավոր է մի քիչ ավելի էժան իրա գնից, բայց ավելի լավ է մի քիչ կորուստով, քան թե ամբողջապես այդ տունը ավիրվի ու որևէ բան դրանից չմնա։ Այն պատերազմի մասին, որ ես խոսում էի 17 թվականից դեռ, հիմա շատ մոտ է, ինքը կարա սկսվի ցանկացած պահի։ Ինչքան էլ որ մարդիկ փորձում են այլ տարբերակներ ասեն կամ ցանկանան ստեղծված իրավիճակի մեջ, փորձելով խուսափել այն պատերազմից, որը գալու է, միևնույնն է, մարդկային ցանկությունով հնարավոր չի որևէ բան փոխել։ Շատ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը։ Ես եղել է ժամանակ առ ժամանակ ասել եմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանում գիտակցելով, որ մի պահ այդ պատերազմի արդյունքով Իրանի հետ առևտուրը հնարավոր չի լինելու։ Ասել եմ, որ մեր բիզնեսմենները, ովքեր որ իրանց առևտուրը Իրանի հետ են անում, շատացնեն ծավալները իրանց առևտրի, որպեսզի ապրանքի խնդիր չունենան պատերազմի պատճառով։ Ու այս նույն բանը հիմա շարունակում եմ ասել։ Իրավիճակը մենք նայում ենք, մեր տարածաշրջանում լարվում է, ինքը չի կարա ավելի խաղաղության գնա։ Այլ հարց է ռուս-ուկրաինական պատերազմը, ինքը բոլորովին այլ հարց է։ Մեր տարածաշրջանում պատերազմը ամբողջությամբ կապ ունի Իսրայելի հետ, Իրանի հայտարարությունների հետ։ Սիրիայում դեպքերը կապ ունեն Իսրայելի հետ, Թուրքիայի նկրտումների հետ։ Մեր տարածաշրջանը Թուրքիան երազում է իր Օսմանյան կայսրության ստեղծելը, բայց Ամերիկան իր միջամտությամբ արգելք է հանդիսանում և իրանական ծրագրին, որը երազում է միջուկային զենք ստեղծելով վերացնի Իսրայելը, և միաժամանակ արգելք է հանդիսանում Թուրքիայի ծրագրերին Օսմանյան կայսրության ստեղծումով, որը վերջնական էլի ուղղված էր Իսրայելի դեմ։ Իսրայելում Սիրիայի հետ կապված դեպքերի հետ կապված իրանք ամեն բան անում են, որպեսզի թուրքական ագրեսիայի դեմը առնեն։ Ու այն քայլերը, որ հիմա Սիրիայում եղան, այն ցեղասպանությունը, որը կառավարությունը նոր սիրիական սկսեց իրականացնել ալավիտների հանդեպ, քրիստոնյաների հանդեպ, որոնք նախկին Բաշար Ասադի կողմնակիցներ էին, դրանք պատահական բաներ չէին։ Դրանք նորից քայլեր էին հստակ իրանց դիրքերը ամրացնելու ու ցույց տալու իրանց նկրտումները, թե ուր են իրանք շարժվելու։ Ու սիրիական ուժերին հաջողվեց անել այն, ինչ որ իրանք ուզում էին։
դա իրականում ցեղասպանություն էր, դա իրականում ահավոր ձևով է դրսևորվել, ներկաները, վկաները, որ պատմեն կամ են վիդեոները, որ տեղադրում են, դրանք սարսափելի են, ու դա բացահայտ ցույց է տալի իսլամի դեմքը, ու ինքը բացահայտ նաև ցույց է տալի իր նկրտումները և Հայաստանի հանդեպ, և Իսրայելի հանդեպ, Իսրայել ու Հայաստան երկու Աստծու կողմից որոշված առանձնացված երկիր, Աստծու ծրագրերի համար իսլամի հիմնական թշնամիները, իսլամ, որը անդադար միշտ երազել է և Հայաստանի և Իսրայելի կործանումը, ու իրանք իրանց ծրագրերը փորձում են իրականացնել, բայց Ամերիկան այս տեղում փառք Աստծո, որ կանգնած է և Իսրայելի կողքին, և քրիստոնյաների կողքին Հայաստանում, կանխելու ու թույլ չտալու սատանայական ծրագրերի իրականացումը, գուցեև Ամերիկայի քաղաքականությունը Ուկրաինայի հարցում այլ է, բայց ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանին, Ամերիկան գալիս է օգնելու ու թույլ չտալու Իրանի ու Թուրքիայի ծրագրերը Հայաստանի ու Իսրայելի հանդեպ, սատանան պարտված է Հիսուսի անունով, մեր տերերի Տերն ու արքաների արքան իր զորավոր ձեռքը ուղարկում է ազատագրելու այս տարածաշրջանը իսլամական վտանգից, ու թող կատարվի Աստծո կատարյալ կամքը, թող ամեն բան պտտվի այնպես, որ Աստված իր զորավոր ձեռքով իրավիճակները օգտագործելով վերականգնի մեծ հայք, որը առանձնացված մի երկիր է Քրիստոսին ճանաչողության մեջ, որը և դիմակայելու է իսլամական ուժերին գաղափարապես ու ամբողջ աշխարհին ցույց է տալու Հիսուս Քրիստոսի աստվածությունը ու իսլամի հակաքրիստոս լինելը, գաղափարախոսություն, որը դուրս է գալի Աստծուց, որը առաջին հերթին շատ պետք է Իսրայելին, որ Իսրայելը հասկանա Հիսուս Քրիստոսի Աստված լինելը, որ գիտակցի Հայաստանի դերն ու նշանակությունը ու կարևորությունը հենց Իսրայելի կյանքում, Հայաստանը Իսրայելի համար օրհնություն է, թեկուզ որ Իսրայելը սա չի հասկանում, բայց միևնույնն է Հայաստանի սերը Իսրայելի հանդեպ անսահման է, որովհետև դա Աստծո սիրո դրսևորումն է, Հայաստանը իր դիրքորոշումով ցույց է տալի Աստծո սիրտը, Աստծո սերը, ու անկախ նրանից, թե Իսրայելը ոնց է վերաբերվում Հայաստանին, ու նույնն է, որ ոնց է Իսրայելը վերաբերվում Հիսուս Քրիստոսին, միևնույնն է Հիսուսը շարունակում է սիրել Իսրայելը, ու նույնն է, որ Հայաստանը շարունակում է սիրել Իսրայելը, ու անդադար քարոզելու է Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը հրեաներին ազատելու այն գալիք արհավիրքներից, որ իրան սպասվում է, ես օրհնում եմ, որպեսզի Իսրայելում բոլորի աչքերը բացվեն, թող քանդվի սատանայի սուտը ու իրանք տեսնեն ճշմարիտ Աստծուն Հիսուս Քրիստոսին, որը իրանց Մեսիան էր, որին իրանք սպասում էին, ու որը երբ որ եկավ, իրանք չհասկացան, որ իրանց սպասված Մեսիան է ու Փրկիչն է, ու խաչեցին ու սպանեցին, բայց թող գա այդ հասկացողությունը իրանց կյանքում, ոնց Աստծո խոսքը խոստանում է, որ վերջի պահին իրանք կգիտակցեն ու կհասկանան ու կընդունեն Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ, ու իրանց ողորմություն կտրվի ու իրանք փրկություն կստանան, օրհնում եմ Աստծու կատարյալ կամքը Հայաստանի վրա, Իսրայելի վրա, բոլոր ազգերի վրա, թող գա Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը, Աստծո լույսը, Աստծո փրկությունը, մենք ապրում ենք խավար ժավարակներում, բայց ով որ կանչում է Հիսուսի անունը, ինքը փրկված է, Հիսուսի մեջ է ապահովությունն ու փրկությունը, ես օրհնում եմ, որ մարդիկ աղաղակեն Աստծուն, փնտրեն իրան, իրանց սիրտը թող աղաղակի Հիսուսին, որպեսզի իրանք այն փրկությունը, որ խաչի վրա
եղել է արդեն Հիսուսի ձեռքով, ուղղակի մտնեն այդ փրկության տապանի մեջ, Հիսուսին իրանց կյանքում հռչակելով Տեր ու Փրկիչ։ Թող Աստծո ողորմությունը ամեն մեկի վրա լինի ու մարդիկ ճանաչեն Հիսուսին։ Հայր, շնորհակալ եմ քո փառավոր հաղթանակի համար, որ քո զորավոր ձեռքով իրականացնում ես մարդկության կյանքում։ Եղիր փառավորված ու թող քո զորավոր ծառայողները, որոնք պատրաստված են այս պահի ու այս ժամի համար, քո ավետարանի փրկության խոսքը տարածեն ամբողջ աշխարհով մեկ ու սկսվի քո զորավոր մեծ արթնությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի տարածումը։ Փառք քեզ ամենակարող Աստված, որ քո արքայությունը ամբողջ աշխարհով մեկ տարածում ես։ Եղիր փառավորված ամեն իրավիճակի վրա Հիսուսի անունով ու թող այն բոլոր մարդիկ, ովքեր որ հակառակված էին քեզ Հիսուս, ովքեր որ թշնամի էին քեզ ու քեզ անարգում էին, խոնարհվեն քո ոտքերի առաջ։ Քո թշնամիները թող փոխվեն ու միաբանվեն քո ավետարանի գործին, ոնց եղավ դա Պողոսի կյանքում։ Թող քո հակառակորդները վերափոխվեն ու դառնան Պողոս առաքյալներ ու քո զորավոր փրկության ավետարանը տարածողները լինեն ամբողջ աշխարհով մեկ։ Հավիտյանս հավիտենից։ Ամեն։